Գիտեք ինչ խորհուրդ ունի այսօրվա կիրակին, պատարագը ինչին է նվիրված լինելու, Պանքիր շրջանի կիրակիներից երրորդն է։ Երրորդն է, ուրեմն ուզում է առաջինը լինի, ուզում է երկրորդը, երրորդը յուրաքանչյուր կիրակի ես որպես հայ քրիստոնյա հավատարիմ առաքելական եկեղեցուն պարտադիր մասնակցում եմ յուրաքանչյուր պատարագի, յուրաքանչյուր արարողության ժամերգություններին պարտադիր։ Ինչքանով եք կարևորում հայ առաքելական Սուրբ եկեղեցին մեզ համար եւ հայ ժողովրդի համասփյուռ հայ ժողովրդի մասին է խոսքը ամբողջ սփյուռքի հայության եւ Հայաստանի ինքնության պահպանումը։ Կարևորում եմ այնքանով, որ երբ մենք չենք ունեցել թագավորներ, առանց թագավորների կարողացել է հայ ազգը ապրել, չգիտես, մյուս գոյատևել, եթե կարելի այդպես անվանել, բայց առանց առաքելական եկեղեցու, երբ մեր գիրը գրականություն, ախր գիտեք ոնց, այսօրվա ղեկավարությունը, որ մի քիչ կարդացած լինի, մի քիչ պատմությանը, հայ ժողովրդի պատմությանը եւ Հայաստանի պատմություն ու հայոց պատմություն իրարից չառանձնացնի, կհասկանա երևի թե ինչի մասին է խոսքը եւ ում մասին է խոսքը։ Իսկ առանց հավատքի, չէ՞ որ առաքելական եկեղեցին է պահել մեր գիրը գրականությունը։ Մեսրոպ Մաշտոցի նման մարդուն, որ գողավազակ անվանեն, կրթության գիտության նախարարը անվանի մեր Գարեգին Նժդեհին, երբ որ իր աշխատակիցները Նժդեհ բառը նույնիսկ չեն կարող թարգմանել, վերցանել, թե ինչ է նշանակում, նրան էլ անվանեց, ինչ անվանեց, հիշեմ հիմա, նացիստ անվանեց, ես չգիտեմ, այո, բայց էլ ինչի մասին է խոսքը, ուր են տանում ես ազգին, կործանում, ոչ, չի լինելու, հայ ազգը ապրել է, ապրում է և պիտի ապրի, հիմա մեզ պակասում է մի փոքր միասնությունը, եղավ միասնություն, մենք ցանկացած թշնամու դեմ դուրս եկող ազգ ենք, և այսպես է ասված, չէ, մի ազգ, որ ապրել է ուզում, նրան սպանել չես կարող, իսկ հայ ազգը դասվում է այդ ազգերի շարքը։ Բայց այսօր փորձում են հայ եկեղեցին ստորացնել, արժեզրկել, դրանով նաև առաջին քրիստոնեական պետություն լինելու երևի նաև խորհուրդ։ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի այդ գործողությունների հետ փորձեցին ամեն ինչ անել, կալանավորել սրբազաններին, այդպիսի մարդկանց, փորձեց քրեական գործ հարուցել նույնիսկ վեհապար Հայրապետի նկատմամբ, մի բան, որ չի հաջողվելու, Նիկոլին չի հաջողվի հասնել իր նպատակին, քանզի անձամբ ինքս լինելով էջմիածնեցի, լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ, շատ լավ ճանաչում եմ բոլոր սրբազաններին, շատ լավ գիտեմ, ճանաչում եմ, հարգում, խոնարհվում եմ վեհապար Հայրապետի մեծության առաջ եւ այդպիսի մարդկանց նկատմամբ փորձել նման միջոցների դիմել եւ նման կերպ փորձել նսեմացնել, դրանով իսկ հակառակը իր գործողություններով Նիկոլը նպաստեց, որպեսզի ավելի բարձրանա հեղինակությունը հայ առաքելական եկեղեցու եւ վեհապար Հայրապետի, ինչպես նաեւ բոլոր սրբազանների։ Արշակ սրբազանի նկատմամբ, ախր որ մտածում ես, աշխարհից դուրս ես գալիս, այնպիսի էլեմենտար 3 տարեկան երեխան նման եզրահանգումներ չի կարող կատարել, որ արշակ սրբազանը որտեղ, վերջին հաշվով հաշիշը որտեղ այդ իր պլան կոչվածը, դա որտեղ նա ուրեմն պիտի իրեն թույլ տա, որ չգիտեմ նման քայլի դիմի, ես ինքս ինձ կարող եմ հավատալ, որ կարող է նույնիսկ հեռու ինձանից, ես կարող եմ նման քայլի գնամ, բայց Արշակ սրբազանի հանդեպ չեմ կարող, Միքայել սրբազանի նկատմամբ, եղբայր ինչ է արել կամ Բագրատ սրբազանը այս վերջին դատավարության ժամանակ շատ ճիշտ արտահայտվեց, այդ խեղճ դատավորները իրենք են մեղք, ես ցավում եմ, խղճում եմ նրանք էլ են կարակննգել, չեն իմանում ինչ անեն, երբ որ ասեց դուք կոչված եք նրա համար, որպեսզի իրականացնեք արդարադատություն, բայց ինչ արդարադատության մասին է խոսքը, երբ դուք դատում եք արդարությունը, սա պարզ փիլիսոփայություն է, որը հասկանալ է պետք, բայց իրենք դժվար հասկանան թե ինչ է ուզում ասել Բագրատ Սրբազանը դրանով։